Թող Տերը օրհնի ամեն մեկից սիրելիներս այսօր էլ շարունակում ենք մեր Հովանու Ավետարանի մեկնությունը, արդեն հասել ենք 14-րդ գլուխ։ Բայց չկա մի հատված, չկա մի մաս, որտեղ Տերը մեզ խոսելիք, ասելիք չունենա։ Ենք բան հետաքրքիր է, այս կիրակի օրվա պատգամն էլ, երբ որ գրում էի շաբաթվա ընթացքում, անընդհատ զարմանում եմ, թե ինչքան խորն է խոսքը։ Մտածում էի, այն ինչ որ այսօր պիտի խոսայի, մի 3-4 անգամվա խոսայի, այդքան խորն է, բայց փորձեցի մաքսիմալ սեղմել, որպեսզի կարողանանք առաջ գնանք ուրիշ գրքերին նույնպես։ Այսօր պիտի խոսենք արդեն Հովանու 14-րդ գլխից 1-ից մինչև 11 համարը, բայց ինչքան որ հասցրինք։ Եթե ժամանակի առումով չհասցնենք, հիմա անց 40, անց 20 պետք է վերջացնենք, եթե ժամանակի առումով չհասցնենք, կթողնենք մյուս շաբաթ կշարունակենք, բայց սա այն մաքսիմալ վիճակն է, որ պիտի փորձեմ ձեզ խոսքը հասցնել։ Հիմա ընթերցենք սիրելիներս Հովանու Ավետարան 14-րդ գլուխ 1-ից 11-րդ համարները։ Ձեր սրտերը թող չխռովին, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հորտանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կտանեմ, ուր որ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք, թե ճանապարհը գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Թոմասը նրան ասեց. Տեր, մենք չգիտենք թե որտեղ ես գնում եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ ով չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ գիտենայիք, իմ հորն էլ կգիտենայիք։ Եվ սրանից հետո կգիտենաք նրան եւ տեսաք նրան։ Փիլիպոսը նրան ասեց. Տեր, հայրը ցույց տուր մեզ, եւ բավական է մեզ։ Հիսուսը նրան ասեց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չճանաչեցի, Փիլիպոս, ինձ տեսնողը հորը տեսավ։ Եվ դու ինչպես ես ասում, հայրը ցույց տուր մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրն ինձանում է։ Այն բանը, որ խոսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում։ Եկեք աղոթենք։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք այսօրվա համար, կխնդրեմ, որ Տեր օրհնես եւ օգնես խորանարջանս խոսքդ փոխանցեմ եւ նաեւ եկեղեցուդ հասանելի դարձնես այն ճշմարտությունները, որ վերցնելու ենք այստեղից հասանելի կիրառելու համար, հասանելի ապրելու համար եւ որ այդ ամենով դու փառավորվես Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Հիշում եք, երբ է այս ամեն ինչը տեղի ունենում, երբ է Հիսուս այս ամեն ինչի մասին խոսում։ Դեռ վերջին ընթրիկի շրջանակն է։ Հուդան արդեն գնացել է դավաճանելու եւ երբ որ արդեն Հիսուս իր գնալու մասին է խոսում, երբ որ արդեն աշակերտների մեջ խուճապ կա, երբ որ արդեն աշակերտները այսպես ասած խոչընդոտ, այսպես ասած խուճապի մեջ են, չեն հասկանում ինչ է կատարվում, ուր է գնում, մենք իրանից ուրիշ ակնկալիք ունեինք, ինքը եկել է, մենք կսենք Մեսիան է, բայց ինքը հռոմեացիներից մեզի ազատելու փոխարեն էս է կսե ես կերտան բան, չհասկացանք, ես մեր պատկերացումը չէ, ես մեր գիտակցությունը չէ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու Հիսուսը տեսնելով իրանց սրտի դիրքը, կսպոպե իր աշակերտներին, կսե ձեր սրտերը թող չխռովին։ Ձեր սրտերը թող չխռովին։ Ոստեղ խոսա հորտան մասին, որտեղ շատ բնակարաններ կա։ Ու Հիսուս կերտա իրականում այդ բնակարանները պատրաստելու իրանց համար։ Ու այս խոսքերը կարծես թե այդ մեծ խուճապի ժամանակ Տերը կգործածե որպես մխիթարություն, որպես սպոպանք աշակերտների։ Այն որ ես գնում եմ, սա դեռ ավարտը չէ, ես գնում եմ, որ ձեզ էլ տանեմ։
Ուր տանեմ։ Գսե բնակարաններ կան։ Հիմա քիչ-քիչ հասկանալու ենք ինչ բնակարանների մասին է խոսքը, բնակարային բառով ամեն ինչով։ Ու Թոմասը կհարցնի, լավ, եթե դու կերտաս, այդ ճամփեն ո՞նց ենք մենք գալու։ Ու Հիսուսը կուտա հայտնի պատասխանը, ես եմ այդ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ոչ ոք բացի այս ճամփից, այս ճշմարտությունից, այս կյանքից չի կարողանալու գա, այնտեղ որտեղ ես եմ գնում։ Ուսիկ քրիստոնեական, կենտրոնական գաղափարն է։ Փրկություն միայն Քրիստոսով։ Փրկություն միայն Քրիստոսով, փրկության ճանապարհը, փրկության տանող ճշմարտությունը եւ փրկության տանող կյանքը, փրկված կյանքը, փրկության կյանքը շնորհողը Հիսուս Քրիստոսն է։ Ու երբ որ Հիսուս այս ամեն ինչի մասին խոսա, Փիլիպոսը կսե խնդրում եմ ցույց տուր հորը։ Ոստեղ Հիսուս նաև այս հատվածի մեջ կբացահայտե իր աստվածային էությունը, Սուրբ Երրորդության գաղափարը։ Ու ցույց կտա Հիսուս Քրիստոսը իր ու հոր միասնությունը։ Ես հոր մեջ եմ, հայրն իմ մեջ է, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Սա մի աստվածության գաղափարն է, մեկ լինելու գաղափարն է։ Եվ հիշեք, եբրայական կոնտեքստում, երբ որ ասում էին հայր, հասկանում էին Աստված։ Եվ երբ որ ասում էին Աստծուն մեզ ցույց տուր, Հիսուսն ասում է, ահա ես այստեղ եմ եւ ինչ ճանաչեցիք։ Հատվածի կենտրոնական թեմաներն են. հուսահատությունը անորոշության ժամանակ։ Հիսուսի միջնորդական դերը փրկության մեջ ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով, Հիսուսի աստվածության, աստվածային էությունը ու հավատքի կարևորությունը։ Լավ է, ամեն ինչը կա, Հիսուս աստվածային էությունից խոսա, բայց հավատք չկա, իմաստը։ Հավատք չկա Հիսուսի հանդեպ որպես Աստծո, իմաստը։ Այս խոսքերը հատկապես կարևոր էին աշակերտների համար, Հիսուսի խաչելությունից առաջ, բայց նույնքան արժեքավոր են, նույնքան արդի են, նույնքան կարևոր են Թամարայի համար, Ցեզի համար, Սաղիթ համար, բոլորիդ համար, այս խոսքերը ինչ որ Հիսուսն ասեց, արդի են, ինչպես աշակերտների համար 2000 տարիներ առաջ։ Այսօրվա պատգամը, որի մասին պիտի խոսենք, հուսադրություն անորոշության ժամանակ։ Դե ինչ կերպով Հիսուս հուսադրեց։ Ցույց տալով իր գնալու նպատակը, ցույց տալով իր ճանապարհ լինելը, ցույց տալով իր աստվածային էությունը։ Ու այս ամեն ինչով խուճապի մատնված աշակերտներին տվեց հույս, խոստում։ Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք ինձ։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Եթե այդպես չլիներ, ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ երբ գնամ, ես ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ, ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր որ ես լինեմ, դուք էլ լինեք, եւ ուր որ գնում եմ, գիտեք ճանապարհը, ու այս ամեն ինչը ինչպես տեսանք հնչեցին ամենադժվար ժամանակ, երբ որ հույսը լքված էր, երբ որ աշակերտները խուճապի մեջ էին։ Հրյաների մեջ գիտենք, չէ՞, Մեսիային ինչ կպատկերացնեին, ոնց էին պատկերացնում։ Պետք է գա հետանոցներին մորտե, մեզի պետք է ազատե, մենք էլ պետք է թակավորենք իր այդ եւ այլ եւ այլ։ Ձեր սրտերը չխռովեն, ցույց է տալիս, որ Հիսուս ճանաչում է իր աշակերտների տագնապը։ Հավատացեք Աստծուն, հավատացեք ինձ։ Ինքը քիշծն է, որ հավատքը ինչպես Աստծո, այնպես էլ Հիսուսի հանդեպ միակ հանգստության ուղին է։ Խուճապի մեջ եք, մի հավատացեք։ Ես ցեզի խոստումներ ունեմ, ետ գնացեք նայեք։ Ինչքան խոստումներ տվեցի, ինչքան բան տեսակ։ Մի տեսկանից հետո չեք հավատա, հավատացեք ինձ եւ հավատացեք Աստծուն, հավատացեք Աստծուն եւ հավատացեք ինձ։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Բնակարային բառը
ոչ թե ուղղակի բնակարաններ բառն է, այլ կնշանակի մշտական բնակության վայր։ Ես կերտամ, որ դուք ունենաք մշտական բնակության վայր, երկնային արքայություն, Աստծո խոստումը, Աստծո փրկության ծրագիրը կիրականանա քրիստոնյայիս կյանքում, երբ որ կմտնիմ մշտական բնակության վայր։ Սա Քրիստոսի մեսիական աշխատանքի նպատակներ։ Իսկ կեր նպատակը գիտենք, այս ամեն ինչի միջոցով Հայր Աստծո փառքը տեսնել, Աստծո փառքը տեսնել։ Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Հիսուսի մահը, Հիսուսի հարությունը, Հիսուսի համբարձումը նպատակ ունեն հենց այդ տեղը պատրաստելու։ Դարձյալ կգամ եւ այդ նպատակը կհետապնդե եւս մեկ նպատակ, որբեսի գնա պատրաստե ու հետ գա իր Արարատի հետևից, Սերոյի հետևից, բոլորիս հետևից։ Եվ դրանից հետո ես կգամ եւ ձեզ կվերցնեմ։ Ոչ ոք չի գա, եթե ոչ ինձանով։ Այս ամեն ինչը ցույց կտա Հիսուսի միջնորդական դերը։ Թովասն ասաց. Տեր, չգիտենք ուր ես գնում եւ ինչպես կարող ենք ճանապարհն իմանալ։ Ու Հիսուսը գսե. ճանապարհն էլ, ճշմարտությունն էլ, կյանքն էլ ես եմ։ Ու ոչ ոք, այ եթե ինձնով, իմ խոսածածով, իմ վգայածով, իմ մեջ չեղնի, իմ հետ չքայլե, այս ճամփով չգնա, չորտեղ գրեն այս սկզբունքները, որոնք որ ես չեղնիմ իր համար այդ ճանապարհ ճշմարտություն կյանքը չի գալու այնտեղ, որտեղ որ ես գնում եմ պատրաստելու։ Ու Թոմասի արծը կրկին ցույց կտա, որ Հիսուսի նկան տարի, 3 տարի տեսած աշակերտները շփոթված էին նորից։ Ինչ է ճանապարհը։ Հիսուսը կհայտնե, որ ինքն է փրկության միագուղին ու փրկության ուղին անձով է, ոչ թե ծեսերով ու օրենքներով։ Փրկության ուղին անձնավորված է Քրիստոսի մեջ։ Փրկությունը անձով է։ Ծեսեր, պաշտամունքներ, սրանք փրկության ուղին չեն։ Այդ փրկության ուղու մեջ գտնվող մարդը կմատուցե իր ծեսակատարությունն ու պաշտամունքը առաստված։ Ինչ ծեսերի մասին կարանք խոսանք մենք որպես եկեղեցի։ Մկրտություն եւ հաղորդություն։ Կրկին, որը կախված է Հիսուսին ընդունելու, այդ ճանապարհի մեջ լինելու հետ։ Բայց փրկությունը անձնավորումով է, ոչ թե այդ գործողություններով։ Որևիցե ծիսական, արարողակարգ փրկության ճանապարհ չէ ու չի եղել ու չի լինելու, որովհետև դա անձով է։ Ճշմարտությունը։ Հիսուսն այս խոսքով գսե, որ ես եմ ճշմարտության վերջնական մարմնավորումը, կյանքը։ Նա հավիտենական կյանքի աղբյուրն է, ինքն է ասում, այստեղ եկա, որպեսզի կյանք ունենաք ու առատապես ունենաք։ Նրանով է կյանքը, եւ կյանքը մարդկանց լույսն է, սա շատ մեծ բան է ասում։ Կյանքը պահպանողն է, եւ այն կյանքը, որը խոստացված էր Իսրայելին եւ խոստացված է ամեն Աստծո զավակին, ելի անձնավորում է Հիսուս Քրիստոսն է։ Ու դրանից հետո ասում է, որ ոչ ոք բացի այս ճանապարհով, այս ճշմարտությունով, այս կյանքով չի գալու հոր մոտ։ Այս անձնավորումով չի գալու հոր մոտ։ Գսե եւ եթե ինչ ճանաչեիք, հորն էլ կճանաչեիք։ Հիսուսը կսկսե բացատրել իր առանձնահատուկ հարաբերությունները Հայր Աստծո հետ։ Այսօր կփորձենք պատգամը 2 մասով դիտարկենք. ճանապարհ, ճշմարտություն, կյանք, հաջորդ անգամ այս ամբողջականությունը Հայր Աստծո հետ միասին։ Ինչի համար հենց համատեքստի մեջ Հիսուս խոսում է այս ամեն ինչի մասին եւ հետո ամեն բան ցույց է տալիս Աստվածային էության մեջ, Սուրբ Երրորդության միաբանության մեջ։ Ու դրանից հետո Հիսուսի աստվածության էության մասին է խոսում։ Փիլիպոսն ասում է. «Տեր ցույց տուր մեզ Հորը», եւ դա բավական է մեզ համար։ Հիսուսն ասեց նրան. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ դու ինձ չճանաչեցիր, հետաքրքիր է, չէ՞»։ Ասում է ցույց տուր Աստծուն, ասում է ցույց տուր Հորը, ես եմ։
Ինչ չտեսաք, ինչ չճանաչեցիք, բացահայտելով իր անմիջապես արարիչ Աստված ու Տեր լինելը, Յահվե լինելը։ Եվ երբ որ Հիսուսն այստեղ ասում է, այսքան ժամանակ ձեր հետ եմ եւ չճանաչեցիք ինձ, այստեղ հստակ նորից ցույց է տալիս եւ առհասարակ այս կոնտեքստի մեջ, որտեղ խոսում է ինձ, ես եմ գաղափարի մասին, հստակ ցույց է տալիս կրկին ելից գրքի այն բառը, որ ասում է ես եմ Յահվեն։ Ինչն էր Փիլիպոսի խնդրանքը։ Ինչ կուզեր Փիլիպոսը տեսներ։ Ինչի համար։ Իսրայելի ազգին քիշեք, որ գսեր Մովսեսին, խնդրո որ Աստված իր փառքը մեզի ցույց տա, մենք տեսան ու գժվան, ասես ասեմ, Փիլիպոսի խնդրանքը բացահայտե մարդկային բնական ցանկությունը տեսնել Աստծուն։ Երկրորդը, այսքան ժամանակ ցես հետ եմ Հիսուսը կզարմանա որ նույնիսկ մտերիմ աշակերտները չեն կարողացել ընկալել որ ինքը այն է որ գալու էր ու եկել է։ Երրորդը, ասում է ով ինձ տեսավ հորը, սիկ հզոր հայտարարություն է իր աստվածային էության, որ ինքն էլ կադարյալ արդացոլումն է հայր Աստծո։ Եբրայեցի 1:3 ասում է. նա է նրա փառքի լույսը ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Եվ դրանից հետո ասում է. ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ է, սիկ ցույց կտա երրորդության անձերի փոխներ թափանցում։ Նրանք առանձին անձեր են, բայց կադարայլապես միասնական։ Եվ նաև միասնական ճանապարհ, ճշմարտություն եւ կյանք գաղափարախոսության մեջ, որտեղ սա սուրբ երրորդության կադարյալ պլաններ, ծրագիրներ։ Հավատացեք ինձ, այստեղ կոչ կեն է հավատալ իրեն իր խոսքերին եւ ոչ միայն իր խոսքերին, այլև գործերին, հրաշքներին, որոնք կվգային իր աստվածային էության մասին։ Եթե մենակ խոսքերի վրա կենտրոնանանք, կարող ենք հավատալ, կարող չէ, բայց ինքը էլի ապացույցներ էր, իր խոսքը նաև գործ էր։ Հավատքի կարևորությունն է սա ամեն ինչի մեջ։ Հիսուսը կշեշտը որ այս ամեն ինչ որ խոսած, սրա կենտրոնում կանգնած է հավատ գաղափարը։ Ինքը կսկսե հավատացեք Աստծուն, հավատացեք ինձ խոսքերով ու կավարտե հավատացեք ինձ խոսքերով։ Հավատքը մխիթարության աղբյուրն է անորոշ պահերին, աշակերտները անորոշ վիճակի մեջ էին, իսկ Հիսուս սկսե հավատացեք, այն ինչ որ մինչև օրս տեսել եք, այն ինչ որ մինչև օրս ասել եմ, եւ նաեւ հիմա ինչ որ խոստանում եմ, որ երկնքում պիտի ժառանգեք, հավատացեք։ Հավատքը կբացե ճանապարհ դեպի Աստված։ Հավատքը առ Հիսուս Քրիստոսի կկանգնեցնե ճիշտ ճանապարհի, ճշմարտության եւ կյանքի վրա։ Հավատքը հնարավորություն կուտա Հիսուսի միջոցով ճանաչել Հայր Աստծուն, որովհետև գսե ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այսինքն Հիսուսով կարանք ճանաչենք Հայր Աստծուն ու գնանք Հայր Աստծու մոտ, եւ չորրորդը հավատքը թույլ կուտա տեսնել Հիսուսի աստվածային բնույթը իր գործերի մեջ։ Այս հատվածը առանցքային է քրիստոնեական հավատքի համար, քանի որ կբացահայտի Հիսուսի ինքնությունը, իր փրկչական առաքելության եւ Աստծո հետ հարաբերության ճշգրիտ ճշմարտությունները։ Ու այս ամեն ինչը ոչ մենակ մխիթարությունն էր աշակերտների համար այդ դժվար պահերին, այլ դարեր շարունակ, հազարամյակ շարունակ կմխիթարե ու հույս կուտա ու ճշմարտության մեջ կքայլեցնե մեզի քրիստոնյաներիս։ Ձեր սրտերը թող չխռովեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք ինձ։ Իմ հոր տանը բազում օտևաններ կան։ Եթե ոչ, ես կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ, ձեզ իմ մոտ կվերցնեմ։ Հատվածի բացատրությունները հերթով անցնենք նորից։ Ձեր սրտերը թող չխռովեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք ինձի։ Հիսուսը կտեսնի աշակերտների վախը, անհանգստությունը, կհորդորե չվախենալ ու չանհանգստանալ
Որովհետև ինքը բազմիցս հիշացրել է, որ Աստված խոստում ունի։ Կմնա ձեզի մենակ հավատալ։ Ու սա բարեխնամություն է Հիսուսի կողմից, որ եւս մի անգամ կհիշեցնե հավատքի մասին առ Աստված, որն իր մեջ ներառում է մնացած խոստումները։ Իմ հորտանը բազում օտևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի, եթե չեղներ այդ բնակարանը, եթե չեղներ այդ օտևանը, եթե այդ հույսը բանը չեղներ, ես ձեզի կսեի, վсё, ես գնացի ու բրձավ ամեն ինչ։ Բայց կսե բնակարաններ կան, հորտունը երկնային աշկայությունն է, հորտունը Հայր Աստծո ներկայությունն է։ Բազում օտևանները արդայությունը կնշանակի բոլորի համար, բոլոր քրիստոնյաների համար։ Բոլոր վերստին ծնված քրիստոնյաների, ոչ բոլոր քրիստոնյաները, բոլոր վերստին ծնված քրիստոնյաների համար։ Եվ այստեղ այդ ամեն ինչը կապում է հավատքի հետ։ Եթե դա չլիներ, ես ձեզ կասեի, ցույց կտա Հիսուսի անկեղծությունը իր հավատացյալների հետ ու հավաստիացումը, որ հաստատ կա, 100% կա։ Եթե չեղներ, ես ձեզի կսեի, բայց 1,000,000% են խոստումը, որ եղել է տարեր առաջ, հիմա որ ձեզ կան ասել եմ ու հիմա էլ ասում եմ, կա։ Հավաստի է, հավատացեք ինձի։ Հավատացեք Աստծուն, որովհետև Աստված է խոսք տվել եւ հավատացեք ինձի, որովհետև ես էլ ձեզի նույն բանը խոսք կտամ։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Հիսուսը խոսում է իր մոտալուտ մահվան մասին, հարության, համբարձման մասին։ Ես գնում եմ։ Գնալը պիտի տեղի ունենար այդ փուլերով։ Մահ, հարություն, համբարձում, մի խռովեք ձեր սիրտը, երբ որ տեսակ մահացա, որովհետև գալու է հարություն, համբարձում եւ արդեն խոստումը, որն որ ես ձեզի տվել եմ։ Ու ոչ թե մենակ կխոսա հարության, մահվան, հարության, համբարձման մասին, նաև կխոսա, որ այդ ամեն ինչը նպատակ է արդյունքի։ Որն էր արդյունքը։ Իրանց համար տեղ պատրաստելու։ Այսինքն այն, որ ես գնում եմ տեղ պատրաստելու, լինելու է այս միջոցներով։ Ցույց կտա Հիսուսի սերը, հոգատարությունը իր աշակերտների նկատմամբ։ Երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ, ձեզի մոտ կվերցնեմ, որովհետև ես եմ, դուք էլ կլինեք։ Ուսիկ խոստումն է։ Սա կատարյալ ճշմարիտ խոստումն է Հիսուս Քրիստոսի, որը կվերաբերվի իր երկրորդ քալստյան, նպատակը հավատացյալներին իրար հետ միավորելն է, վերջնական նպատակն էլ գիտեք որն է, որ որտեղ ինքն է, մենք էլ ընդեղ եղնենք։ Կսե օրա ես որ կեշտամ, միևնույնն է, մենք իրար հետ ենք լինելու, չմտածեք այս գնացի, հետո բան փոխվավ, առանձնացակ, դուք իմ մարմինն եք, դուք իմն եք, իմ զավակներն եք, ես կեշտամ, որ մենք իրար հետ եղնենք, ես պետք է եշտամ, որ մենք իրար հետ եղնենք։ Ու ցույց կտա Աստծո հետ վերջնական նպատակը ասում է, որտեղ ես եմ, դուք էլ կլինեք, վերջնական նպատակով ցույց կտա, որ հավատացյալները հավերժական հաղորդակցություն պետք է ունենան Աստծո հետ, ու այս խոստումը հաստատուն է 100%-ով է։ Բայց ելի եմ կրկնում, վերստին ծնված հավատացյալները նոմինալ հավատացյալների մասին չէ անվանական։ Որ կսե դե մենք քրիստոնյա ենք, բայց երբ որ հերթը քասնը որ Աստծո խոսքով պետք է ապրին, կկասկածեն։ Այս հատվածը հավատացյալներին հույս տվող հատված է։ Տարի շարունակ ապրեցնող հատված է։ Որտեղ խոսա հավերժական կյանքի Աստծո հետ միաբանվելու, Աստծո հետ ապրելու մասին։ Եվ սիրելիներս, այս ամեն ինչի մեջ բանալի հատվածը, որի մասին մենք խոսում ենք, թե ոնց գնանք, ինչպես գնանք, այն հատվածը, որ ասում է ես եւ հայրը մի, ով ինձ տեսավ, հորը տեսավ, ես հոր մեջ եմ, հայրն մեջ կխոսենք մյուս շաբաթ։ Բայց այս շաբաթ կուզեմ ամփոփեմ այդ երեք բաղադրիչների մասին մեկնությամբ, ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, այս հիմնական երեք հասկացողությունները ավելի մանրամասն հասկանալու համար, սիրելիներս, ինչ է նշանակում սա մեզ համար։ Ինչքանով է սա
հուսադրական մեզ համար։ Ինչքանով է սա նաև մեր գործնական կիրառական կյանքում արդի մեզ համար։ Ինչքանով ենք մենք դա գիտական մագարտակով եւ հոգեվոր մագարտակով հասկացել։ Հիսուսն ասում է. ես եմ ճանապարհը, այն որ ես գնում եմ, տեղ եմ պատրաստելու, միևնույնն է, դուք առանց ինձի, ինչքան եք ուզե եկեղեցի կաք, ինչքան եք ուզե Աստվածաշունչ կարդաք, եթե դուք ինձի չունեցաք, չեք գա իմ մոտ։ Այսօր պիտի մի փոքր մանրամասնենք այս հատվածը, ինչ է ճանապարհը, հիմնական իմաստը ո՞րն է այդ գաղափարի, ինչ կսե Հիսուս։ Սա ցույց է տալիս, որ Հիսուս միակ ուղին է, որով մարդիկ կարող են մոտենալ Աստծուն։ Հիսուսը միակ միջնորդ է, կապն է մարդու Աստծու միջև, ու սրա խորքային նշանակությունը հետևյալն է։ Հրեական ավանդույթում ճանապարհը ես եմ ճանապարհը։ Սա նաև կենսակերպ է, վարկագիծ է նշանակում։ Հիսուսը ոչ մենակ ուղին ցույց կտա, թե ոնց գնանք, այլ ինքն է այդ ուղին։ Իր կյանքը, ուսմունքները, տված օրինակները ցույց կտան, թե մենք ինչպես պիտի ապրենք։ Եվ այն, թե ինչպես մենք պիտի ապրենք իրենով, ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը, Քրիստոսի ապրած կյանքը, կենսակերպը լավագույն օրինակն են քայլելու դեպի Աստված։ Դրա համար ասում է հավատացեք ինձ։ Սա ամփոփվում է գաղափարի մեջ։ Ես եմ ճշմարտությունը։ Լավ, ճանապարհը չվերջացրինք։ Կիրառական նշանակությունը ո՞րն է։ Հիսուսին հետևել կնշանակի հետևել իր արժեքներին, ուսմունքներին ու օրինակներին։ Քրիստոսի նման ապրելը կդառնա ճանապարհ դեպի Աստված, բայց ելիքս են ոչ թե գործերով փրկություն, այլ Հիսուսին հավատալով ապրել, հավատն ունենալ, փրկված լինել եւ դրա շնորհիվ ապրել, ոչ թե կրոնական տեսակետից օրենքները պահենք, Հիսուսի պես ապրենք կամ կլոնավորում ենք, այսպես ասած նմանագում ենք, այդպես չէ, ռեալ Քրիստոսին նման ապրելը, սա ճանապարհ է դեպի Հայր Աստված, նրա զոհաբերությունը խաչի վրա կբացե այդ ճանապարհը, կհաշտեցնե մարդկանց Աստծո հետ։ Ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, հիմնական իմաստը ո՞րն է։ Հիսուս ինքը աստվածային ճշմարտության մարմնավորումն է։ Իր խոսքերը, ուսուցումը բացարձակ ճշմարտություն են։ Այն ինչ որ լսել եք աշակերտներ ջան, այն ինչ որ լսել եք եկեղեցի ջան, դարեր շարունակ կատարյալ է, ճշմարիտ է։ Սա աստվածային ճշմարտությունն է, որը մարմնավորված է Հիսուս Քրիստոս անձի մեջ։ Խորքային նշանակությունը ո՞րն է։ Ճշմարտություն բառը հունարենում ալեթեիա կնշանակի բացահայտված իրականություն։ Քրիստոսը Աստծո բացահայտված իրականությունն է, որի միջոցով մենք կարանք ճշմարտապես հասկանանք ով է Աստված։ Եվ որպեսզի մենք գնանք այնտեղ, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ համար պատրաստել է, մենք նախ պիտի հասկանանք ում մոտ ենք գնում, ով է Աստված, եւ այդ ճշմարտությունը մենք կարանք հասկանանք Հիսուս Քրիստոս անձի մեջ։ Հիսուսի միջոցով Աստծո իրական էությունը կբացահայտվի մարդկությանը։ Ոչ մենակ կսե միայն ճշմարտություն է ասում Հիսուս։ Ինքն է ճշմարտության մարմնավորումն ու աղբյուրը, անձնավորված։ Եթե կուզես Աստծուն լավ ճանաչես, ճանաչե Քրիստոսին լավ։ Ինչքան Քրիստոսին կճանաչես, ինչքան այդ ճանապարհով կքայլես Քրիստոսի օրինակներով, այնքան կճանաչես Աստծուն, ու ինչքան կճանաչես, այդքան կմոտենաս Աստծուն։ Կիրառական նշանակությունը ո՞րն է։ Հասկանաք, չէ՞ ինչ կնշանակի կիրառական նշանակություն։ Լավ, եթե հասկացանք, որ Հիսուս ճշմարտությունն է, այդ ո՞նց պիտի կիրառենք։ Հասկացանք ինչ է ճշմարտությունը։ Հիսուսի ուսմունքները տրամադրում են մեզ ճշմարիտ պատկերացում Աստծու
կյանքի իմաստի ու մարդկային գոյության մասին։ Հիսուսի ուսմունքները մեզի կտրամադրեն աստվածային ճշմարտությունները, որովհետեւ մենք պատկերացում ունենանք Աստծո մասին, կյանքի մասին, մարդկային գոյության մասին, թե ինչի համար մենք մարդիկս գոյություն ունենք։ Իրան ճանաչելով մարդը կճանչնա ճշմարտությունը, ինչն էլ կազատ է։ Հովանու 8:22-ում հիշեք, որովհետեւ ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Իրա ճշմարտությունը կդառնա հիմք հավատացյալների արժե համակարգի աշխարհընկալման, աշխարհայացքի համար։ Սա ճշմարտության։ Եվ վերջում ասում է. ես եմ կյանքը։ Հիմնական իմաստը հետևյալն է. Հիսուսը հավիտենական կյանքի աղբյուրն է։ Ինքը կյանք կուտա ու ինքն էլ հենց կյանքի էությունն է։ Խորկային նշանակությունը հունարեն զոե բառը կնշանակի ոչ մենակ ֆիզիկական գոյություն, այլ լիարժեք իմաստալից աստվածային կյանք։ Ֆիզիկական գոյությունը չի ներառում սրա մեջ։ Այլ անգամ եթե ֆիզիկական ապրում ենք, սա հոգևոր տիրույթում Քրիստոսի միջոցով։ Հիսուսի մեջ Աստծո կյանքն է։ Աստծո կյանքն ինչքան է ժամանակավոր առումով, տարածքային առումով, հավիտենություն, որը ինքը կկիսե ում հետ հավատացյալների։ Դրա համար է դուք մեկ մարմին եք, մեկ օրգանիզմ եք, օրգանիզմի մեջ Հիսուսի մեջ ամբողջ օրգանիզմի մասերը հավիտենական բնույթ ունին։ Նրա հարությունը մահվան, հաղթանակի ու նոր կյանքի խոսման ապացույցն է։ Երբ որ քսես եմ ճանապարհը ճշմարտությունը, հետո քսե ես եմ կյանքը, ցույց կտա։ Օրթե որպես կյանքը պահպանողը, թե կյանքը տվողը, թե առաջնորդողը, թե ապրեցնողը եւ թե նաեւ հավիտենական կյանքի խոստում տվողը ազնվորված է Հիսուս Քրիստոս մարդու մեջ։ Խորկային նշանակությունը տեսանք, հիմա կիրառականը։ Հիսուսի միջոցով մարդիկ ստանում են հոգևոր վերածնունդ եւ նոր կյանք։ Միջոցը ստանալու վերստին ծնունդը Հիսուսի կատարած աշխատանքն է, որ ասում է ես կգնամ, որ ցես համար տուն պատրաստեմ, ես կգնամ, որ ցես համար կյանք պատրաստեմ, ես կգնամ, որ ցես Հայր Աստծո մոտ տեղ ունենաք։ Սա Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով։ Այս կյանքը սկսվում է հիմա ներքին վերափոխման միջոցով, այն կյանքը, որի մասին որ Հիսուս կխոսա, կսկսվի մեր մեջ ներքին վերափոխման միջոցով, ներքին վերափոխումը մեզի ում կնմանցնե, հասկացաք չէ՞ որ Հիսուսն է կյանքը, Հիսուսին կնմանվենք, դրա համար էլ այդ կյանքը կունենանք, ու կշարունակվի այդ կյանքը, մինչև որ հասնենք Քրիստոսի լման հասակին։ Հիշիկ այդ խոսքը։ Կստանանք այդ կյանքը Քրիստոսին վերակերպված, Քրիստոսին նմանված, Քրիստոսի միջոցով։ Ինքը կփոխե մարդու բնությունը ու դա նոր նպատակ, նոր իմաստ։ Այս երեք հասկացողությունները միասին կապված են միմյանց հետ։ Առաջինը ճանապարհը առաջնորդում է դեպի Աստված, ճշմարտությունը լուսավորում է այդ ճանապարհը, հիշեք այս երեք սկզբունքը։ Կյանքն էլ այն նպատակն է, որին հասնում ենք այդ ճանապարհով։ Ուրեմն նայեք, կառաջնորդ է ճանապարհը դեպի Աստված, Հիսուս։ Ճշմարտությունը կլուսավորե, Հիսուսը կլուսավորե այդ ճանապարհը, ու նպատակն է լինի, որ մենք հասնենք Աստծուն հենց այդ ճանապարհով։ Դες աշծախ, մեջտեղ կողի չէ, հենց այդ ճանապարհով, որով որ ինքը մեզի կուղեկցե։
Այս խոսքերը ցույց կտան, որ ինքը ոչ մենակ ցույց կտա ճամփեն դեպի Աստված, այլ հենց ինքն է այդ ճամփեն։ Ոչ մենակ սովորեցնե ճշմարտությունը, այլ ինքն է ճշմարտությունը։ Ոչ մենակ կխոստանա հավիտենական կյանք, այլ ինքն է այդ կյանքի աղբյուրը։ Ու ընդամենը այդ ամեն ինչը ժառանգելու եւ ունենալու համար պետք է հավատանք Աստծուն եւ հավատանք իրան։ Մեր սրտերը չխռովին, կյանքում ինչ իրավիճակ է եղնի։ Հիմա եթե աշակերտների մոտ ինչ որ մի առումով թե իրենց պետական գիտակցման տեսանկյունից թե բան խռովություն կար, խնդիր կար, մենք որպես քրիստոնյաներ ընդհանրապես քանի որ արդեն տեսել ենք, ունենք այդ պատրաստված ճանապարհն էլ, ճշմարտությունն էլ, կյանքն էլ ու արդեն կատարված Քրիստոսի խաչի զոհաբերության միջոցով այդ ամեն ինչի ժառանգորդներ ենք, առավել եւս իրավունք չունենք խռովելու։ Իրավունք չունենք չհավատալու, իրավունք չունենք կասկածելու։ Ու այն մարդն, որ այսօր այստեղ նստած է ու իրապես ապաշխարած է Քրիստոսին ունի, թող վստահաբար իմանա, որ ինքը ճիշտ ճանապարհի, ճշմարիտ ճանապարհի ու ճշմարիտ կյանքի մեջ է։ Թող Տերը օրհնե ու եթե ինչ որ մեկն էր դեռ չի հասցրել Հիսուսին Տեր ու Փրկիչ դավանե, հմիել այդ պահն է, երբ որ կարա ինքը դիգենը։ Կյանքը տա Քրիստոսին, սպես թե այնպես 2 մյուս օր, 5 օր հետո, 40 օր հետո, 40 տարի հետո, 1000 տարի հետո չգիտենք երբ էս կյանքը լիարժեք է վերջանալու։ Մեր օրը կարա այսօր եղնի, մեր վաղճանաբանությունը, ինգադուն ֆիզիկական։ Բայց մի օր էս ամբողջ կյանքն աշխարհն է վերանալու։ Ու քանի դեռ ժամանակ ունի կանգնեք ճիշտ ճանապարհի ճշմարտության ու կյանքի մեջ։ Եկեք ոտքի կանգնենք ու եթե ինչ որ մեկն էլ Հիսուսին չի ընդունել այդ Տեր ու Փրկիչ, այսօր լավ առիթ ունի այդ քայլն անելու։ Եթե ինչ որ մեկը սիրելի քույր կամ եղբայր չես ընդունել Հիսուս Քրիստոսին քեզի Տեր ու Փրկիչ, կյանքը չես տվել Քրիստոսին, իմ հետ էս կարճ աղոթները։ Սիրելի Հիսուս, գիտեմ, որ մեղավոր եմ։ Գիտեմ, որ դու եկար աշխարհ ցույց տալու ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը։ Ես գիտեմ, որ դու այդ ամենն արեցիր իմ մեղքերի պատճառով, որովհետեւ ինձ ազատես, որովհետեւ ինձ փրկես եւ դրանով հայտնես քո մեծ աստվածային ողորմությունն ու սերը։ Կխնդրեմ բորներես իմ բոլոր մեղքերը եւ այսօր ինձ առաջնորդես քո կենարար ճանապարհներով, ճշմարտությունով ու կյանքով։ Որ դու լինես իմ ճանապարհը, իմ ճշմարտությունն ու իմ կյանքը։ Կխնդրեմ, որ քո Սուրբ Հոգով առաջնորդես ինձ եւ ամեն անգամ, երբ որ սայտակեմ այսուհետեւ օգնես, որ դուրս գամ եւ քեզ փառաբանեմ իմ կյանքով։ Շնորհակալ ենք քո մեծ զոհի համար, շնորհակալ ենք, որ փրկում ես մեզ, շնորհակալ ենք այն ամեն բանի համար, ինչը որ դու մեզ համար արել ես։ Սիրելի Տեր, շնորհակալ ենք այս օրվա համար, շնորհակալ ենք այս գեղեցիկ պաշտամունքային օրվա համար, շնորհակալ ենք կատարյալ խոսքիդ համար։ Կխնդրեմ, որ Տեր իմաստություն տաս եկեղեցուդ, որ իրապես քայլեն այս ճանապարհով ճշմարտությունով ու կյանքով։ Հասկանամ, որ միակ ճանապարհը քո որդին է, որ եկավ երկինք եւ երկիր իրար միացրեց իր զոհով։ Եվ բացի իրանից ուրիշ որևիցե բանով չենք կարանալու մտնենք երկինք։ Հասկացնես խորապես, որ ճշմարտությունն էլ քո որդին է, քո կատարյալ ճշմարտության մարմնացումը եւ երբ հետևենք իրեն, իր խոսքերին, իր ապրած կյանքին եւ իր օրինակին, շնորհ ենք դրա միջոցով գտնելու, նաեւ մեր տեսանելի աչքերով տեսնել այն արկայությունը, որ դու խոսացել ես, որ դու խոսացել ես մարգարեների միջոցով եւ խոստացել ես հավիտյանս Տեր։ Կխնդրեմ, որ Տեր Աստված
Եթե մեկ այս կյանքը դեռ չի գտել, եթե կամքդ է կպնես այս եկեղեցում իր սրտին, եւ որ քայլես ճշմարիտ կյանքի, միակ կյանքի միջով, եւ որ իր կյանքում, եւ այս եկեղեցու կյանքում, մեր բոլորիս կյանքում դու փառավորվես։ Միակ ճշմարիտ Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ամեն։ Նստեք սիրելիներս։